Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներու առաջին գիրք 14-րդ գլուխ։ Դավիթի գործունեությունը Երուսաղեմի մեջ։ Դյուրոսի Քիրամ թագավորը Դավիթի պատգամավորներ ղրգեց, նաև մայրի փայդեր, որնաթիրներ ու հյուսներ, որբեսի անոր դունը գառուցանեն։ Այնադեն Դավիթ գիտավ, թե դերը զինք Իսրայելի վրա թագավոր հաստատած է։ Արդարև իր ժողովրդին Իսրայելի համար անոր թագավորությունը բարձրացավ։ Դավիթ Երուսաղեմի մեջ ուրիշ գիներալ արավ։ Դավիթ ուրիշ որդիներ եւ աղջիկներ ալ ծնավ։ Ահավասիկ Երուսաղեմի մեջ անոր ծնած զավակներուն անունները՝ Սամա, Սովփապ, Նաթան, Սողոմոն, Հեպար, Եղիսվա, Եղփաղետ, Նոքա, Նապեկ, Յափիե, Եղիսամա, Փաղիաթա, Եղիփաղետ։ Հաղթանակ փղշտացներուն վրա։ Երբ փղշտացները լսեցին Դավիթի թագավոր օծվիլը ամբողջ Իսրայելի վրա, բոլոր փղշտացները բարձրացան, որբեսի Դավիթը փնտրեն։ Ասիկա լսելով Դավիթ դուրս ելավ անոնց դիմաց։ Փղշտացները եկան եւ Ռափայիններու հովիդին մեջ տարածվեցան։ Դավիթ Աստուծո հարցուց. Փղշտացներուն թեմ բարձրանամ, զանոնք իմ ցերկս պիտի մատնես, դեր անորսավ, բարձրացիր, զանոնք ու ցերկդ պիտի մատնեմ։ Անոնք փահաղ փարասին բարձրացան ու Դավիթ զանոնք հոն զարգավ։ Դավիթ ասավ. Աստված տշնամիներս իմ ցերկովս բادرդեց, ինչպես ճուրերը թումբերը կբادرդեն։ Հետևաբար այդ դերին անունը փահաղ փարասին գոչեցին։ Փղշտացները հոն լքեցին իրենց աստվածները։ Դավիթ ալ հրամայեց, որ զանոնք գրագով այրեն։ Փղշտացները վերստին հովիդին մեջ տարածվեցան։ Դավիթ անգամ մնալ Աստուծո հարցուց եւ Աստված անորսավ, անոնց յետևեն մի բարձրանար, հաբա անոնց շուրջը դառնալով թթենիներուն թիմաց անոնց դեմ կնա։ Երբ թթենիներուն քակաթը քալվածքի ցայմը լսես, այնադեն դուրս ելիր բادرազմելու, քանի որ Աստված քո արժևետ դուրս ելած պիտի լա փղշտացներուն փանակը զարնելու համար։ Ոստի Դավիթ այնպես հրավ, ինչպես Աստված իրեն հրամայեց, ու փղշտացներուն փանակը զարգին կապավոնեն մինչև քազեր։ Դավիթի համբավը բոլոր երկիներու մեջ տարածվեցավ։ Դերը բոլոր ազգերուն վրա անոր երկյուղը ցկեց։ Փառք ես Դեր Աստված մեր։ Ամեն։